2 օր առաջ տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես է ձեր հայտարարած պետգրումների արդար մրցույթում հաղթում ինչ-որ մեկը, հետո ճնշում են, որ հրաժարվի ու հաղթում է ՔՊԱ-ականների մերձավորը։ Դու էիր խոստանում, որ պետք է պետական գնումների համակարգը լինի արդար եւ թափանցիկ, կոռուպցիան բացառվի, բայց ինչ է։ Facebook-յան էջին անընդհատ նամակներ ենք ստանում, որ մարդիկ գնում են բուժօգնություն ստանալու, պատասխանում են, թե պետպատվերը վերջացել է։ Դու էիր խոստանում բարեփոխել ու այնպես անել, որ հիվանդը ստանա որակյալ բուժսպասարկում անկախ իր սոցիալական դիրքից։ Մտածեցիք, դրեցիք օրենք անեցիք, որ նախագահի, վարչապետի, ազգային ժողովի նախագահի ընտանիքները միայն պետք է ստանան մեր հաշվին անվճար թանկարժեք բուժօգնություն։ Այս հարցերը լուծի, քեռակնոջ անկողն ու փոխարեն։ 2021 թվականի հուլիսին 4 տարի առաջ խոստացել էր Եվրամիությունից 2.6 միլիարդ եվրո բերել։ Սկզբից ասում էիք օգնություն է, հետո պարզվեց մեծամասամբ վարկ է։ Ինչ եղավ։ Օգնությունը տվին, թե մենակ վարկը ստացաք։ Ժողովրդին բեռի տակ գցիք։ Մարդիկ սպասում են, որ կատարես այն խոստումը, որ այլևս երբեք պետական պարտքը չի ավելանա։ Գոնե 13 միլիարդ դոլար հասցնելուց հետո կանգ առի։